Շնորհակալություն, թեև հարցերը բազմաշերտ էին, բայց կփորձեմ հնարավորինս հակիրճ անդրադառնալ։ Առաջինը խոսեցիք առերևույթ խոշտանգման դեպքերի մասին, թեմային անդրադառնալով նախ ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել եւ կարծում եմ ձեզ համար էլ գաղտնիք չի եւ նորություն էլ չեմ ասի, որ առերևույթ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորումներ ուղղակի չեն տեղավորվում նախարարության ռեֆորմայի նորակարգում եւ հետևողականորեն, եթե լինում են այդպիսի դեպքեր, մենք արձագանք ենք ունենում, ընդ որում ուզում եմ հատուկ շեշտել, անկախ նրանից կա արտահոսք, թե չկա արտահոսք, որովհետև եթե դիտարկենք նաև նախարարության ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության կողմից գլխավոր դատախազություն ուղարկված հաղորդումները, կնկատենք, որ եթե առերևութության մակարդակում անգամ կա տվյալ, որ գործ ունենք խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման հետ, ես ուղիղ հաղորդում եմ ուղարկում գլխավոր դատախազին, որպեսզի այս դեպքերը բաց չմնան, բայց պիտի նաև փաստեմ, որ այս դեպքերը բացառիկ են համակարգի տեսանկյունից։ Ընդ որում սա ասում եմ ոչ թե որպես գերատեսչության ղեկավար, ով շահագրգռվածություն ունի ասելու, որ դեպքերը բացառիկ են, այլ ես հենվում եմ փաստական տվյալների վրա։ Անցած տարի էլ մենք ունեցել ենք տարբեր դրվագներ, երբ որ համացանցում տեղեկատվական մեծ աղմուկ կար, որ այս մարզում խոշտանգում է տեղի ունեցել կամ մեկ այլ մարզում խոշտանգում է տեղի ունեցել։ Ես որևէ գնահատական չեմ տվել, եղել է խոշտանգում թե ոչ, բայց ամբողջ համացանցը ողողված էր այնպիսի մտքերով, այնպիսի գնահատականներով, որ հաստատապես եղել է խոշտանգում, բայց հետո ամբողջ համացանցը լռեց այն ժամանակ, երբ որ մենք ունեցանք վարույթի կարճում։ Այսինքն ունեցանք հաստատված իրավիճակ, որ տվյալ պայմաններում չի եղել խոշտանգում։ Այսպիսի դեպքերը, այսպիսի վարույթներն են նաև ինձ մոտ համոզմունք ձևավորում, որ մենք իրականում գործ ունենք բացառիկ դեպքերի հետ, եւ այս բացառիկ դեպքերը արձագանք ունեն։ Ես նախաձեռնում եմ ծառայողական քննություն, հաղորդում է ներկայացվում գլխավոր դատախազություն։ Նույն վերջին դեպքով, որ դուք մարտանշում եք, եղել է կոնկրետ ռեակցիա։ Անձը վարույթով ներգրաված է որպես մեղադրյալ։ Եվ անձի նկատմամբ կա նաև կիրառված խափանման միջոց։ Այսինքն, ինչ պիտի աներ պետությունը այս դեպքում։ Հաղորդում պետք է ուղարկվել իրավապահ համակարգ, ուղարկվել է։ Պիտի նախաձեռնվեր քրեական վարույթ, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Եթե տվյալները բավարար են, պիտի հանրային քրեական հետապնդում հարուցվեր, անձը ներգրավել որպես մեղադրյալ, մեր աշխատակիցը ներգրավել է որպես մեղադրյալ։ Ես իմ լիազորության շրջանակներում հնարավորություն ունեի կասեցնելու ծառայողի լիազորությունները, ես կասեցրել եմ ծառայողի լիազորությունները։ Վարույթի շրջանակներում անձի նկատմամբ կարող է կիրառվել խափանան միջոց եւ անձի նկատմամբ կիրառվել է խափանան միջոց։ Վարույթը կընթացք կունենա եւ մենք բոլորս միասին կտեսնենք, թե ինչպիսի արդյունքներ կա այս տեսանկյունից, բայց ես ուզում եմ հատկապես շատ ուշադիր լինենք մեր խոսույթին, որովհետև այս բոլոր դեպքերի հետևում այո կանգնած են առերևույթ խոշտանգման զոհեր եւ այո կանգնած են ոստիկանության ծառայողներ, որոնք հանիրավի մեղադրվում են, տարբեր լուսանկարներ են տարածվում, մեր քաղաքացիները որոշում են հաշվեհարդար տեսնել մեր ծառայողների հետ եւ այսպես շարունակ։ Բայց այս երկու իրավիճակները պիտի շատ հստակ տարանջատվի։ Դեպք, որտեղ որ չկա ոստիկանի կողմից խախտում, բայց այո կա բողոք, այդ բողոքը պետք է ընդհանցկավորվի, փաստական տվյալներով պետք է հիմնավորվի, որ խոշտանգում չկա։ Եվ իրավիճակներ, երբ որ առերևութության մակարդակում կարող են լինել այդպիսի բողոքներ, դրանք ընդհանցկավորվում են, պետությունը համապատասխան ռեակցիա է տալիս եւ նորից եմ շեշտում, որ խոշտանգման դեպքերը մեր համակարգում այս պայծառությամբ բացառիկ են եւ դա թույլ է տալիս ինձ թույլ եմ տալիս նմանատիպ արձանագրում անելու, հաշվի առնելով թե վարույթային փաստական տվյալները, թե իմ օպերատիվ նաև ստուգումները տարբեր բաժիններում եւ տարբեր մարզային վարչություններում, եւ թե նաև հանրության վստահության մակարդակը, որ կա, եւ նաև նշել, որ իրավագիտակցությունը իրավունքների պաշտպանության տեսանկյունից վերջին տարիներին հատկապես բավական աճել է եւ վստահաբար, եթե անձը լինի առերևույթ խոշտանգման զոհ, մենք տեսնում ենք, որ լինում է բողոք, փաստաբանական ծառայության նաև ձեռքբերում եւ հետևողականորեն նաև իրավունքների պաշտպանություն կա, բայց այստեղ նորից շեշտելով մենք չենք թողնում քաղաքացու բողոքին։ Մենք ինքներս եթե տեսնում ենք դեպք, դա անպայմանորեն ընդհանցկավորվում է։ Անդրադառնալով սպանության դեպքերին, նշեցիք տարբեր իրավիճակներ, տեսեք, սպանության դեպքերի մասով էլ անցած տարի ինչ արձանագրում ունեինք մեդիա տիրույթում առնվազն, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր սպանություն է տեղի ունենում։ Եվ եթե Հայաստանի Հանրապետությունում ամեն օր սպանություն է տեղի ունենում, նշանակում է մենք պետք է մեր վիճակագրական պատկերում ունենանք 365 կամ 366 սպանության դեպք։ Կարծում սա ակնհայտ մաթեմատիկական հաշվարկ է։
Եվ եթե մենք վերլուծում ենք սպանությունները, նկատում ենք, որ 2025 թվականին Հայաստանի Հանրապետությունում հաստատված սպանությունները 50-ն են։ Անցած 45-ի դիմաց, այսինքն անցած տարի ունեցել են 45 հաստատված սպանության դեպք, այս տարի ունենք 50 սպանության դեպք։ Բնականաբար նույնիսկ այս փոքր թվերը, որոնք որ կան, մեզ անհանգստացնում են, որովհետև գործ ունենք կյանքից զրկման իրավիճակների հետ, խլված կյանքի հետ, եւ այս մասով մենք ջանք չենք խնայում, որպեսզի հետևողականորեն տարբեր միջոցառումներ իրականացվեն, բայց շատ ճիշտ եք նշում, որ սրանք իրավիճակներ են, որոնք բռնության պորտկման, հանկարծակի պորտկման հետ են շատ հաճախ զուգորդվում եւ մենք ունենում ենք իրավիճակ, երբ որ մի հայոյանքի կամ մի փոքր ինչ-որ վեճի արդյունքում ունենում ենք հուզական ագրեսիվ վարքագիծ որոշակի դրսևորումներով, ինչը հանգեցնում է կյանքից զրկման իրավիճակների եւ անցած տարվա կտրվածքով հենց այսպիսի դեպքերն են հիմնականում առավել շատ նկատվել մեր հանրապետությունում եւ այստեղ ավելի շատ դաշտ ունենք աշխատանքի հենց մեր քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ, որովհետեւ յուրաքանչյուրի վարքագիծը ոստիկանը 100%-անոց կառավարելիության դաշտում պահել չի կարող, եթե խոսում ենք հանկարծակի ծագած իրավիճակների մասին եւ մեզ մոտ հիմնական այդպիսի դեպքերն են, այստեղ ավելի շատ անձի հետ աշխատելու, սոցիալական ծառայության հետ աշխատելու, ընտանիքի հետ աշխատելու դաշտ ունեն։ Իսկ մյուս թեվով, երբ որ մենք խոսում ենք պլանավորված հիմնականում սպանությունների մասին,